ԶԱԳՍ-ում այսօր պաշտոնապես գրանցել են իրենց միությունը։ Նշենք նաև, որ Ալեքսանդրը տևական ժամանակ լռություն էր պահպանում անձնական կյանքի վերաբերյալ, սակայն հարցազրույցներից մեկի ընթացքում ասել էր, որ բաժանումից հետո իր սիրտը կրկին զբաղված է։ Մենք նաև առաջարկում ենք դիտել բացառիկ լուսանկար զույգից։ Արդեն մի քանի օր է, ինչ համացանցը ակտիվորեն քննարկում է սիրված բլոգեր Սոնա Մանուկյանի հայտարարությունը կապված հնդիկ աշխատողների հետ, ովքեր Հայաստանում ապրում են և գործունեություն են ծավալում։ Այդ մասին և ոչ միայն Արա Ղազարյանն իր սոցիալական էջերում անդրադարձ է կատարել։ Ներկայացնում ենք տեսանյութը ձեր ուշադրությանը։ Ինձ խնդրում եք եւ գրում եք ու ասում եք Արա ջան, ասա քո տեսակետը կապված հնդիկ առաքիչի հետ այդ բլոգերի արած հայտարարության մասին։ Միանգամից ասեմ, որ սա շատ բարդ թեմա է եւ այս մեդալը ունի երկու երես։ Նախ որ այսպես կոնսոլիդացվել է հասարակությունը, Facebook-հայությունը եւ on-line տիրույթը եւ խոսում է դեմ եւ քարկոծում է այդ աղջկան, դա այնքան էլ ճիշտ չի։ Եվ ասել, որ աղջիկն էլ 100%-անոց այսպես հալած թափած յուղի նման մի բան է եւ իրավունք ունի խոսել դեմ հնդիկների, դա էլ այդքան ճիշտ չի։ Բայց շատերը մոռանում եք քննարկումից առաջ, որ մենք փոքր ազգ ենք եւ փոքր ազգերին հատուկ է ինչ որտեղ ազգայնական դրսևորումները եւ դա հաստատ վնաս չի մեծ ազգերին։ Գիտեք չէ՞ որ 1.5 միլիարդ վաղուց անցել են հնդիկները եւ մի կաթիլ մենք մի գյուղի, մի առանձին վերցած գյուղի բնակչության չափ ենք ամբողջ Հայաստանով, Հնդկաստանի եւ չեմ կարծում որ այդ աղջիկը այսպես իր ազգայնամոլական եւ նացիստական եւ շովինիստական դրսևորումներով կարող է վիրավորի կամ վնաս հասցնի Հնդկաստանի ազգային անվտանգությանը կամ հնդիկ ժողովրդին։ Քավլիցի դա այդպես չի։ Մեկ այլ հարցավ, որ այդ աղջիկը մի փոքր մքացված գույներով է ներկայացնում եւ զուգահեռ իրականությունում կան բազմաթիվ հարյուրավոր, ես կասեի անգամ հազարավոր չլողացած հայեր։ Գաղտնիք չի, չէ՞ ժողովուրդ, որ մենք փնթի ազգ ենք եւ ես միշտ դրա մասին խոսել եմ շատ վաղուց, երբ ապրում էի Երևանում, Կասկադում, անգամ Կասկադում, չեմ ասում Չորբուլախում կամ չգիտեմ Ղրերում, անգամ Կասկադում իմ վերևի հարևանուհին իր փոշեկուլը թափ էր տալիս շքամուտքում ու իմ հարևանները աչքի չէին ընկնում իրենց մաքրասիրությամբ հաճախ աղբը լուսամուտի ճպրտում էին ներքև, ասում եմ խոսքը վերաբերում է Կասկադի երևանցի զտարյուն հասարակությանը։ Եկեք չմոռանանք, որ այսօր էլ հասարակական տրանսպորտում մեր հայրենակիցները բուրում են ամենատարբեր սխտորի, բաստուրմայի եւ քրտինքի հոտերով եւ դեռևս Հայաստանում կան շատ ընտանիքներ, որտեղ ընդունված է շաբաթը մեկ անգամ լողանալ։ Եվ եկեք չմոռանանք, որ վաղ անցյալում մեկ շաբաթը մեկ անգամ լողանալը դա շատ ու շատ ընտանիքներում խրախուսվել է։ Այնպես որ քննադատելուց եւ քննարկելուց առաջ եկեք մի հատ նայենք, թե ինչպիսին ենք մենք։ Մեկ այլ հարց է, որ այս խնդիրը շատ բարդ է եւ այս միգրանտների հետ կապված խնդիրը պետությունը պետք է լուծի, պետք է ինչ-որ կարգավորումներ մտցնի եւ ինչպես բոլոր նորմալ երկրներում դնի չափորոշիչներ, թե ով, ինչպես եւ ինչքան, ինչ քանակությամբ կարող են գալ այս փոքր պետությունում լծվել եւ աշխատել։ Դա պետության լուրջ գործառույթը պետք է դառնա, որովհետեւ ցանկացած ենհարգող երկրում, երբ դու գնում ես աշխատելու, անպայման դու պետք է անցնես բարդ նատուրալիզացիայի պրոցեդուրա եւ պետք է անցնես բարդ մի ճանապարհ, մինչեւ կորինականանաս, մինչեւ քեզ կտան աշխատանքի եւ կացության իրավունք։ Եվ երբ առանձին վերցրած Պակիստանից, առանձին վերցրած երկրներից, որոնք մեղմ ասած այնքան էլ բարի չեն եղել առանձին դեպքերում կամ օրերի ժամանակ Հայաստանի նկատմամբ գալիս են ու լցվում են այստեղ միգրանտներ, երբ մարդը վարորդը տաքսի այսպես պոպոզում է եւ չոքում է եւ նամազ է անում Երևանում, երբ գորշ գայլերի նշանը հիմա ցույց չտամ մատերով թուրքը ծիծեռնակաբերդի հուշահամալիրում քայլում է եւ ցույց է տալիս, դա արդեն պետք է լինի անհանգստության առարկա եւ թեմա պետության համար։ Իսկ առանձին վերցած այդ աղջիկը մի փոքր երևի թե ներվային ա եղել, մի փոքր երևի նեղված ա եղել,
ասել է եւ դուք այսպես հանել եք ձեր կոշիկները ու փորձում եք կոշիկի կրունկով ոչնչացնել նրան, որը այնքան էլ ճիշտ չի։ Էլի եմ կրկնում, այս մեդալը ժողովուրդ ունի 2-3, եկեք մի հատ այսպես calm down սառը ջուր խմենք եւ մի հատ նայենք մեր կողքը եւ մեր շրջապատը։ Նորից եմ կրկնում, սա պետական հարց է եւ առաջին հայացքից թվացող կենցաղային չլողանալու եւ քրտինքով բուրելու խնդիրը դա այնքան էլ այդպես չի, դա ուղղակի այսբերգի ամենավերևի շերտն է, որ նայում եք ներքևում շատ բարդ շերտեր կան թաքնված միգրացիայի, անօրինական աշխատուժի, Հայաստանի դեմոգրաֆիական պատկերի շեղման եւ խեղման հետ կապված եւ այո, свято место пусто не бывает. Սուրբ տեղերը դատարկ չեն մնում։ Եթե մենք գնում ենք ուրիշ երկրներն ենք շենացնում, ուրեմն պետք է նաև որոշ մարդիկ էլ կան մեր երկիր լծվեն, այնպես որ պետք է մտածել երկիրը չլքելու մասին եւ մենք էլ պետք է մտածենք վերադարձի մասին։ Եվ այստեղ ինչ որ աշխատանքներ անելու մասին, որը ցավոք սրտի շատերը արդեն դադարել են անել ու դա գալիս են եւ անում են հնդիկները, պակիստանցիները, չինացիները, եթովպիացիները, եգիպտացիները եւ այլն եւ այլն։ Այնպես որ քար նետելուց առաջ մի փոքր հիշեք, թե ով եք դուք, ինչպիսին է ձեր շրջապատը եւ ինչ եք դուք արել եւ անում եւ այսպես խիստ մի դատեք մանավանդ որ զուգահեռ իրականությունում քննարկելու եւ դատելու ու մտածելու ու մտահոգվելու շատ լուրջ ուրիշ թեմաներ ունենք Հայաստանում։ Նույն թեմային անդրադարձել է նաև լրագրող Մեհեր Բաղդասարյանը, լրագրողի խոսքը եւս առաջարկում ենք լսել։ Ես Վիեննայի օդանավակայանում եմ, ուզում եմ մի հատ ռիլ անել, չսպասելով ոցի լեզվի հաջորդ թողարկմանը այս թեմային անդրադառնալու համար։ Հավանաբար հասկացաք, որ խոսելու եմ այն վիդեոյի մասին, որը շատերը որակում են որպես ռասիստական վիդեո, կապված հայ բլոգերի հնչեցրած տեսակետի հնդիկների հետ, ովքեր աշխատում են Հայաստանում, հնդիկների մասին, ովքեր աշխատում են Հայաստանում։ Ես որակավորումներ չեմ ուզում տալ, նախ առաջինը, որովհետև խոսում ենք մի կնոջ մասին, ում նկատմամբ ում դեմ հիմա հանրային մեծ ատելության ալիքա բարձրանում, չեմ ուզում ընկածին եւս մեկ անգամ տրորել, բայց այս թեմային չանադառնալ չեմ կարող, ժողովուրդ, մենք ոնց կարանք, իմ ուղղում չի տեղավորվում, խնդրում եմ ինձ բացատրեք, ես հասկանամ, ոնց կարանք մենք, լինելով 11 միլիոնից 3 միլիոնը իր երկրում ապրող, մնացածը դրսում ապրող, լինենք ռասիստ որևէ ազգի նկատմամբ։ Հայերը դեռևս շարունակում են ռասիստական տարբեր դրսևորումների ենթարկվել, օրինակ Ռուսաստանում հայերը դեռևս շատ դեպքերում մնում են սևա, այդ բառը չասեմ միջև վերջին չեն ասում հայերին։ Ընդհանրապես հիշում եք ժողովուրդ, երբ մի հայ վարորդին դատելուց բերեցին դատարան կանացի հագուստով, կանացի խալաթով, հիշում եք դուք, եթե նա ռուս վարորդներ չէին բերելու կանացի խալաթով, հասկանում եք, դա ռասիզմի դրսևորում։ Ընդհանրապես մարդկության դեմ ամենամեծ ոճրագործություններից մեկը 1915 թվականի ցեղասպանությունը, դա ռասիզմի ամենամեծ ու դաժան դրսևորումն է։ Մարդկանց վերացրեցին միայն նրա համար, որ նրանք հայ էին։ Միացյալ Նահանգներում եւս մարդիկ շարունակում են հաճախ ենթարկվել ռասիզմի, այդ թվում նաեւ հայերը։ Օրինակ տարբեր փոքրամասնությունների, չգիտեմ, ֆինանսական տարբեր խարդախությունների պատճառով հայերին նայում են երբեմն որպես այդպիսին խարդախ։ Ընդհանրապես 1880-ական թվականներից Ֆրեզնոյում հայերը ենթարկվել են խտրականության, հայերին չի թույլատրվել նստել հանրային տրանսպորտ սևամորթ ռասայի ներկայացուցիչների հետ։ Եվ ընդհանրապես 1880-ական թվականներին դեռևս հայկական առաջին փաստորեն պարբերականներից մեկի գլխավոր խմբագիրը Հայկակ Էկինյանը նշում է, որ հայ լինելու համար պարզապես ազգային խտրականության ռասիզմի են ենթարկվում հայերը։ Ազգային առաջին ավետարանական եկեղեցին էին այնտեղ բացել հայերը ամերիկացիների հետ եւ շատ կարճ ժամանակ հետո հայերին վտարեցին այդ եկեղեցուց պարզապես նրա համար, որ իրենք հայ են։ Ժողովուրդ իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, խոսում եք հոտ է գալիս այդ հնդիկի վրայից։ Ժողովուրդ աշխատող մարդու վրայից նորմալ է, որ կարա հոտ գա, հասկանում եք, մարդը երբ աշխատում է եւ ժամանակ չունի օրվա ընթացքում մի քանի անգամ լողանալ եւ դա անում է ֆիզիկական աշխատանք, դա նորմալ է, որ կարա մարդու վրայից հոտ գա։ Նորմալ չի, որ դուք կարող եք դա քննարկել ձեր Instagram-յան էջերում։ Ընդհանրապես մենք լինելով ռասիզմի ենթարկված ազգ, չեմ հասկանում ինչպես կարող ենք ընդհանրապես տենց կամահրական վերաբերմունք ունենալ եւ տենց պաթոսով խոսել ինչ որ ազգի մասին։ Ժողովուրդ, հնդիկները Հայաստանում անում են գործ, որ դուք երբեք
չեք համաձայնի անել, դրա համար էլ իրանք ունեն աշխատանքի պահանջ։ Մեր ժողովուրդը երբեք չի անի անհավասար տաշանակիր վատ պայմաններում են հնդիկները աշխատում Հայաստանում։ Այդ գործը դուք չէիք անի։ Եվ ասում եք, ինչ են հնդիկները նոր տարում գալիս հանրապետության հրապարակ։ Ժողովուրդ ինչ անեն բա, եթե այդ մարդիկ ապրում են, աշխատում են կամ սովորում են Հայաստանում, իսկ որտեղ նշեն նոր տարին կամ ինչ անեն։ Ժողովուրդ ամոթ է։